Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի համար վաղարշապատի հաղթանակը ասում են առանցքային նշանակություն ունի։ Նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղարշապատում Գյումրի 2 լինի։ Ավելին, խոսակցություն կա, որ եթե ԿՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթի գնալ, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով։ Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրան զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է։ Անգամ նախընտրական շտաբ են ձևավորել։ Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ԿՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ։ Փաստերթը գրում է. 2 օր է ինտենսիվ քննարկվում է տեղեկությունը, որ հեծը դեռևս հունիսին, մինչև Սամվել Կարապետյանի կալանավորումը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ընկերության խնայողությունների հաշվին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկով։ ՀԾԿՀ-ն մերժել է այս առաջարկը։ Դժվար է հիշել որևէ այլ դեպք, երբ առաջարկ է ներկայացվում սակագին իջեցնելու, իսկ ՀԾԿՀ-ն դեմ է լինում։ Թերթի տեղեկություններով սա պատահական չէ, ինչի մասին ի դեպ երեկ ակնարկեց նաև ՀԵԾ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն ծախել մեր հանրության վրա։ Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը ԿՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով լուրջ ռիսկեր է պարունակում։ Ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի։ Կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն թերթը ստացել է տեղեկություններ, որ շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ԿՊ-ական կամ հավատարմության երդում չեն տվել, որևէ պատճառով կհեռացվեն պաշտոններից ընդհուպ կալանավորվելու գնով։ Հրապարակը գրում է. Վերջին ամիսներին ներքին գործերի նախարարության գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը։ Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերևս դրա մասին էր, որ պետք էր կանխարգելիչ գործողություններ արվեին։ Կառավարության աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից, խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Փաստը գրում է. Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին եւս Հովհաննավանքում մասնակցելու է կարգալույց Ստեփան Ասատրյանի կեղծ վատարակին։ Անցած շաբաթ Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի շոուն, որն իրականում հանրահավաք էր եկեղեցու տարածքում, պարզապես ձախողվել էր, եւ այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել հազարավոր մարդկանց, ինչպես ակնկալում էին։ Ընդհանրապես ակնհայտ է, որ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային որոշ կառույցներ եւ վերջ։ Նա չունի հանրային հենարան, հատկապես եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի առումով ճաքեր կան նաև ԿՊ-ի ներսում։ Պատահական չէր, որ Փաշինյանական հանրահավաք պատարակին չէին ներկայացել նաև բազմաթիվ ԿՊ-ականներ, այդ թվում կարկառոններից։ Կան տեղեկություններ, որ նույնիսկ նրանք են հրաժարվում մեղքի մեջ ընկնել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումից հետո առյուծ կտրած ԿՊ-ականները, որոնք բերանները բաց, անպարկեշտ ու վիրավորական հայտարարություններ էին շաղ տալիս Կարապետյանի հասցեին, դատարանում կատու են դարձել, զատնի դրել իրենց խրոխտ մտքերից եւ իշխանությանը բնորոշ կրուտիտի մաստեր կլասներ են ցուցադրել, թե Կարապետյանին չէին հասցեագրված իրենց խոսքերը վերացական էին եւ այլն եւ այլն։ Ամիսներ առաջ հայ առաքելական եկեղեցուն աջակցող փոքրիկ հարցազրույցից հետո Կարապետյանին Փաշինյանի Facebook-յան հրահանգով Փակալելուց ժամեր անց ԿՊ-ականները ոհմակի օրենքով սկսեցին հոշոտել նոր զոհին, որովհետև իրենց առաջնորդը նրան ստահակ էր անվանել եւ կալանավորելու հրահանգ իջեցրել։ Բայց գործարարի փաստաբանական թիմը հատ-հատ արձանագրեց այդ վայրահաչոցները եւ դատական հայցեր ներկայացրեց չափն անցած իշխանավորների ու նրանց ազանդարների դեմ։ Գործարարը Կոնջորյանից ու Թորոսյանից պահանջել է հերքել զրպարտչական վիրավորական հայտարարությունները եւ վճարել փոխհատուցում 9 միլիոն դրամի չափով։